Norquis Batista, Juan Pablo Nava, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Այստեղ ինչ ես անում, Տեոբալդո։ Ագրիպինա սեյմ տունն է ու ես որտեղ ցանկանամ այնտեղ էլ կլինեմ մի խառնվիր իմ կյանքին։ Մենք արդեն վաղուց է չենք հետաքրքրվում միմյանցով։ Խնդիրը հենց դա է, Տեոբալդո։ Ինչ պատահեց մեզ։ Ճիշտ է, հրաշալի զույգ չենք եղել, բայց ամենայն դեպս կարողացել ենք լուծել մեր խնդիրները։ Ագրիպինա, խնդրում եմ վերջրու այդ դրամային թատրոն սարքելու փոխարեն գումարը վաստակիր ու ինձ հանգիստ թող։ Կարծում ես փողի պատճառով եմ քեզ հետ։ Ոչ, չարաչար սխալվում ես, Տեոբալդո, ես միայն սեր էի ուզում։ Ու դա միակ բանն էր, որ դու չկարողացար ինձ տալ, Տեոբալդո։ Հիմա քեզանից ընդամենը 2 որդի ունեմ, բայց եթե կարողանայիր նրանց հեռակառավարման վահանակով ստեղծել, դա էլ կանեիր ինձ չմոտենալու համար։ Ագրիպինա, դրանք հիմա նշանակություն չունեն, իբր ինչ է եղել մեր միջև, որ հիմա պիտի փրկենք։ Երբեք ոչինչ չի եղել։ Սպասիր, դու դեռ չես գնա, մնա ու լսիր, թե ինչ եմ ասում, Տեոբալդո, որովհետև ես հոգնել եմ քո վայրենի արարքներից ու վերաբերմունքից։ Դու քեզ համար անհոգ ապրում ու ծիծաղում ես, իսկ ես տառապում եմ։ Ես դժբախտի մեկն եմ, ոչ, Տեոբալդո։ Հիմա կիմանաս, թե մեծն Ագրիպինան ով է։ Դու այդ որտեղից ես գալիս, Կոնստանսա, միշտ այդպես ես վարվում, անհետանում ես ու ոչ մի բացատրություն չես տալիս, գնում ես օրերով կորչում, ասա տեսնեմ որտեղ էիր։ Ես միշտ խնդիրներ եմ ունենում հասցեներ գտնելիս, իսկ այսօր աղջիկներիցս մեկի հետ պրոբլեմ ունեի, այո, ինչի մասին էինք խոսում, Վալենտինո, ինչ ես ուզում։ Ինչ եմ ուզում, հանգստություն եմ ուզում, հանգստություն։ Բայց դու այն կինը չես, որ ինձ հանգստաս, որովհետև դու էլ ես մորդ նման։ Այո, կին, որը ոչ ոքի չի վստահում, բասում գաղտնիքներ ունի։ Այդպիսիներ եւ Հելենան։ Ոչ, չեմ ուզում հիմա այդ ամենը նորից վերապրել։ Մայրդ իմ կյանքը դժոխք էր դարձրել։ Ինչ է կատարվում քեզ հետ, Աքվիլես, դու այդպիսին չէիր, ասա ինչումն է բանը, քեզ ինչ-որ բան է անհանգստացնում, ես քո կինն եմ ու եթե ասես կարող եմ հասկանալ այս վերաբերմունքը, կարող եմ նույնիսկ ներել և օգնել քեզ։ Դու ժամանակին էր իմ կինը, իսկ հիմա ամեն ինչ ավարտված է։ Ինչն է ավարտված։ Մեր կապը, մեր ամուսնությունը, այս ձանձրալի միությունը, որ հոգնեցրել է մեզ։ Մենք առաջվանը չենք բռնվել։ Արդեն երկար ժամանակ է ինչ մտածում եմ այս մասին ու ինչ, Աքվիլես։ ու եկել եմ այն եզրակացությանը, որ ուզում եմ բաժանվել քեզանից։ Քեզ հետ ապրելը կեղծիք է, որովհետև դու գոյություն չունես, դու ընդամենը կերպարանք ես, ոտքից գլուխ շպար, անհատների մեջ ես, իսկական չլինես։ Ինչու ես այդպես ասում, Տեոբալդո, ես միշտ անկեղծ եմ եղել քեզ հետ։ Խնդրում եմ Ագրիպինա, հապա հայլու մեջ նայիր, տես, հապա քեզ նայիր, քո կյանքը կեղծիք է, ընդունիր դա վերջապես։ Ես քեզ մատով դիպչելու համար, Ագրիպինա, պետք է փակեմ աչքերս ու խաբեմ ինքս ինձ, ինչպես դու ես անում։ Դա ես ուզում, Ագրիպինա։ Դու ապահարզան ես ուզում։ Կարծում եմ դա լավագույն երկրով։ Երևի դա հիմա է մտքովդ անցել, որովհետև եթե մեկ ամիս առաջ նույն բանը ես քեզ ասեի, կաղաչեիր ու կխնդրեիր, որ մոռանամ այդ մասին։
Բայց հիմա ամեն ինչ ավարտված է, մենք այլևս չենք կարող միմյանց հանդուրժել։ Ավելի լավ է բաժանվենք ու վերջ դնենք այս հիմար պատմությանը, այս տառապանքներին, վիճաբանություններին, որոնք շատ հաճախակի են տեղի ունենում Բրոմելիա։ Այ դու ես հիմա տառապանքներից խոսում Ակվիլես։ Ես 25 տարի քեզ հետ եմ անցկացրել հանդուրժելով քո տղամարդկային անկարողությունը։ Ուրեմն ավելի լավ է ամուսնալուծվենք։ Դա է լավագույն տարբերակը։ Այդպես եւ քեզ համար լավ կլինի, եւ իմ։ Դու իմ մասին չես մտածում, կեղծավորություն մի արա։ Դու երբևէ մտածել ես, թե առանց ինձ ինչ կլինի կյանքդ։ Ուր ես գնալու, ում հետ ես մնալու։ Դա ինձ չի ուզում։ Չի ուզում։ Ուրեմն դու կարծում ես, որ աշխարհը լիքն է հիմար կանանցով, ովքեր սպասում են քեզ նման տղամարդու կողքին հայտնվելուն։ Այդ դեպքում քեզ մի նորություն ասեմ, Ակվիլես, այդպիսի կին չկա։ Չկա այդպիսի հիմար կին, որը ցանկանա քեզ նման անկարող տղամարդու հետ լինել, այնպես որ պատրաստվիր, դու մենակ կմնաս։ Մենակ, փոթորկից հետո կղզում հայտնված նավի պես մենակ կմնաս։ Ախ Մակո, ուրախ եմ, որ վանականը չի սպանել քեզ։ Այո, ես գոնե լավ եմ։ Իսկ Սանտիագոն ինչպես է նա։ Ոչ, նա լավ է, վիրավոր է, բայց լավ է։ Իսկ Աուրելիոն, ինչու Աուրելիոն քեզ հետ չի եկել։ Նա խնամում է Սանտիագոին։ Լսիր, Ալեքսանդրա, չգիտեմ ինչպես ասեմ քեզ, բայց վանականը վնասել է Աուրելիոին։ Ինչ։ Ոչ, Նա թվում է, որ ճանկը նրա ոտքի մեջ է խրել։ ոչ, Աուրելիոն հիմա հիվանդանոցում է։ ոչ։ Ակվիլես, քո կյանքում ուրիշ կին կա։ Դու հենց նոր ասացի, որ կանայք ինձ նման խեղճերի վրա շոդրություն չեն դարձնում։ Այո, բայց կանանց մեջ միշտ մի խենթը լինում է, ինչպես օրինակ Ագրիպինը։ Ես միայն ուզում եմ խաղաղ ճանապարհով վերջ դնել այս ամենին, այնպես որ ավելի լավ է պատրաստ ենք փաստաթղթերը եւ որքան հնարավոր է շուտ ամեն ինչ ձևակերպենք։ Ոչ, Ակվիլես, դու դժբախտացրել ես ինձ։ Ես ամեն ինչ այդքան հեշտությամբ չեմ անի քեզ համար։ Իսկ ինչ պետք է անես, ինչ։ Ես քեզանից ընդհանրապես ապահարզան եմ խնդրում։ Ոչ, ես քեզ ապահարզան չեմ տա։ Ու գիտես ինչու։ Որովհետև վստահ չեմ, որ ուզում ես բաժանվել ինձանից։ Դու ինձ չես ճանաչում, Բրոմելիա։ Մեր աղջկա մահից հետո դա քո հերթական հոգեկան ճգնաժամն է, բայց վստահ եմ, որ շատ շուտով կմոռանաս դա։ Դա անցողիկ է։ Ամեն ինչ փոխվել է, հասկացիր։ Առանց ինձ, Ակվիլես, դու ոչինչ ես։ Ամեն ինչի համար դու ինձ ես պարտական։ Ցած իջիր երկնքից, լսում ես։ Ես երբեք քեզ ապահարզան չեմ տա։ Թող գնամ այստեղից, Տեոբալդո։ Ոչ, դու իմ կինն ես։ Ես ստեղն ես, որովհետև ես այդպես եմ ուզում։ Ես չգիտեմ, թե մենք ինչպես մեր ամուսնությունը կործանեցինք։ Ինչպես վերջ տուր բավականը հիստերիայի մեջ ընկնես, մենք ընդամենը սովորական ամուսնական զույգի նման վիճեցինք։ Դու խփեցիր ինձ, Վայրենի, դու խփեցիր ինձ, դու հարվածեցիր ինձ։ Խնդրում եմ ներկայացում մի սարքիր, ես ընդամենը հիշեցրեցի, թե տղամարդն ինչ պետք է անի, որպեսզի կինը չմոռանա, որ իրականում հրամաներ տվողն ամուսինն է, այդքան բան։ Սխալվում ես, Տեոբալդո, որովհետև կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդը անսիրտ, անհոգի ու հիմար արարած է, եղավ։ Վերջ տուր Ագրիպինա, բավական է։ Ոչ, դու Վայրենի ես, Տեոբալդո, անխելք վախկոտի մեկն ես, լսեցիր։ Կնոջն ապտակող տղամարդը խելք չունի։ Դու չկարողացար քո դիրքը պահել ու որոշեցիր ինձ վրա ձեռք բարձրացնելով զայրույթ հետ մեղմեղ։ Դու գազան ես։ Ինձ մի հրահրիր Ագրիպինա, ես դեռ հարբած եմ։ Տեոբալդո, հապա քեզ նայիր։ Ես խղճում եմ քեզ։ Դու քեզնից ոչինչ չես ներկայացնում։ Նաև իմ որդիներին եմ խղճում, նրանք չպետք է քեզ նման գազան հայր ունենային։ Դու ոչինչ ես, Տեոբալդո։ Դու այս ընտանիքում ոչ մի արժեք չունես։ Մենք չափազանց մեծ պարգև ենք քեզ համար։ Չափազանց մեծ, Տեոբալդո։
Դե լավ գոյիտ է։ Ես չպետք է թույլ տալ որ նա փախչեր։ Պետք է մի բան անեի, բայց չեմ կարող թույլ տալ որ այդ մարդիկ այսպես մահանան։ Բայց ոչ ոք չի մահացել Մակո, դու ասես օթապարիկ լինես, շատ մեծ օթապարիկ։ Աչքերդ փակ ցատկում ես ինքնաթիռից, որովհետև գիտես, որ այն կբացվի ու դու չես տապալվի գետնին։ Sabe que siempre se va a abrir y nunca va a pegar del piso. Այո գոյիտ է, գիտեմ, բայց ես մի անգամ արդեն սխալվեցի։ Չկարողացա օգնել ընկերոջս Աուրելիոին։ Իսկ հիմա նա ծանր վիրավոր է, պատկերացնում ես։ Ոչ նա ծանր վիրավոր չէ, ամենակարևորը նա ողջ է ու եթե իմանա, որ դու այսպես ես ասում, շատ կտխրի։ Որտեղից ձեր բարերը գտել։ Լսիր, դու դու անմեղ ես, բայց լավ է վտանգավոր ես։ Ուղիղ սրտից ես կրակում։ Տեսեք, թե հիմա էլ ինչպես է հագնվել։ Որովհետև ես մեծացել եմ, 30 տարեկանները մեծերի նման են հագնվում, այլ ոչ թե երեխաների։ No como los niños pequeños. Մակո, Yo quiero ես ուզում եմ թռչել, y quiero que ուզում եմ, որ դու իմ օթապարիկը լինես։ Գոյիտա, արդեն պարկեցրել եմ աղջկան, հոգ կտանես նրա մասին։ Իսկապես լավ կնայես նրան։ Այո, կնայեմ։ Մակո, գնանք, որովհետև ուզում եմ իմանալ ինչպես է Աուրելիոն, պետք է իմ աչքով տեսնեմ։ Սիրում եմ քեզ։ Անչափ շատ եմ սիրում եւ ամեն ինչ կանեմ քեզ հետ ամուսնանալու համար։ Haría cualquier cosa por casarme contigo. Con calma. Հանգստացիր սերիմ, հանգիստ։ Todo su tiempo. Ամեն ինչ իր ժամանակին, դեռ նոր ենք սկսում, չէ։ Es que yo he tenido que Բայց ես esperar mucho երկար եմ por սպասել ti. քեզ, բացի այս ստիպված եմ եղել հանդուրժել, որ այդ հիմար Մարիա Գրացյան քո կողքին էր։ Amor, Սիրելիս, միայն թե չասես, որ հիմա կսկսես խանդել։ Ինչու խոսենք Մարիա Գրացիայից, ես չեմ ուզում այդ թեմային անդրադառնալ։ además, yo no quiero hablar de eso. Բանն այն է, որ ես ատում էի նրան ու հետո ուրախացա, երբ իմացա, որ բանականը սպանել է նրան, չէի կարողանում նրան տանել, սիրտս խառնում էր նրանից։ Սեր Աստծո, Էմիլիա, ես կարծում էի, թե ընդհանրապես խանդում ես նրան, այլ ոչ թե այդ խանդային աստիճանի էր հասնում, որ նրա մահն է իր ուզում։ Իսկ ինչ կարծիքի ես այն մասին, որ Սանտիագոն է հիմա ոսկերչական խանութի նոր ղեկավարը։ Ինչպես է Աուրելիոն, վտանգն անցել է։ Նրան հակատուր ներարկել են։ Դե այդքան լավ նորություն չունեմ Սանտիագո, Աուրելիոն շատ վատ է։ Նրան ծարան անալիզ վերցրեցին, որպեսզի պարզեն թույնի ինչ տեսակ են երարկվել նրա ոտքի մեջ, բայց մինչև հիմա դեռ չեմ պարզել։ Այսինքն, ինչ կարող է պատահել, եթե ժամանակին չբացահայտեք այդ թույնը։ Այդ դեպքում պիտի կտրենք Աուրելիոյի ոտքը, որպեսզի փրկենք նրա կյանքը։ Եղբորս Սանտիագոյի բախտը բերել է, բայց Աուրելիոն կարծում եմ չի դիմակայի։ Լավ տղաներ, ամեն ինչ ստուգեք։ Տեսեք ինչ ապացույց եք գտնում վանականի դեմ, լավ։ Հիմա Օվիդիոն կզբաղվի հետաքննությամբ։ Կհանդիպենք։ Ես մի բան չեմ հասկանում։ Միթե դուք չեք բռնել բանականին։ Այո, բայց հնարավոր է, որ վանականը մենակ չի գործում, նրանք երկուսն են եւ մեկը օգնում է մյուսին։ Ես միայն մեկին եմ բռնել։ Միթե հնարավոր է դա։ Ես խանութի ներսում տեսախցիկներ ունեմ տեղադրած։ Եկեք, տեսնենք ինչ կա այնտեղ տեսագրված։ Սիրելիս, դու հաղորդագրություն ստացար։ Շնորհավորում եմ, ամեն ինչ քո ասածով եղավ։ Աուրելիոն մեռնում է հիվանդանոցում։ Սա ինչ է, Մատեո։ Ինչ է սա նշանակում։ Սանտիագո, դու լավ ես զգում։ Այո, ես լավ եմ։ Եթե Մակոն ու Աուրելիոն չլինեին, այս պայն երևի մեռած կլինեին, բայց ինչպես է, ինչ են ասում բժիշկները։ Ներեցեք ինձ։ Սանտիագո, սա ռենտգենի պատասխանն է։ Դու հեծնցում ես ստացել, բայց ես ուզում եմ, որ քեզ մանրակրկիտ քննեն, որպեսզի տեսնենք արդյոք ուրիշ ինչ խնդիրներ կան։ Իսկ Աուրելիոն, ինչպես է նա Լեոն։
Aurelion, ոչ, մենք դեռ ոչինչ չենք պատմել նրա մասին, որովհետև արյան անալիզի պատասխան դեռ պարզ չէ։ Դու ոչինչ չես ասել Սանտիագո։ Դե, ինչ պետք է նա ասել։ Ներեք նրան, բանն այն է, որ մենք չգիտենք, թե Aurelion-ի մարմնի մեջ ինչ թույն է ներարկվել։ Հնարավոր է, որ կտրենք նրա ոտքը։ Ինչ։ Շնորհավորում եմ, ամեն ինչ քո ասածով եղավ։ Աուրելիոն մեռնում է հիվանդանոցում։ Ասա ինձ, սա ինչ է նշանակում։ Այս հաղորդագրությունը ինչ է նշանակում։ Չգիտեմ, Էմիլիա, չգիտեմ։ Ինչպես թե չգիտես, Մատեո, սա պետք է ինչ-որ բացատրություն ունենա, որտեղից է ստացել այս հաղորդագրությունը։ Ասացի չգիտեմ, եւ ինձ այդպես չնայես Էմիլիա, որովհետեւ ես չեմ բանականը։ Իսկ ով է ասում, որ դու ես վանականը։ Ես միայն այս հաղորդագրության մասին եմ հարցնում։ Ինչու ես այսպեսի հաղորդագրություն ստացել։ Նորից եմ ասում Էմիլիա, չգիտեմ։ Այդ հաղորդագրությունը անծանոթ համբրից էր ուղարկված ու այլևս հարցեր չտաս ինձ, որովհետև չգիտեմ։ Նա հենց այնպես չի արել դա։ Եթե նա ցանկանար սպանել եղբորս, այլ կերպ կվարվեր, նա պարզապես ցանկացել է վախեցնել նրան։ Այդ դեպքում ինչու է այս ամբողջ սկանդալը սարքել։ Տես։ Ահա, նա կապել է եղբորս ու նրա շուրջը մոմեր է դրել։ Բանականը նախորոք ամեն ինչ պլանավորել է։ Չեմ հասկանում։ Ինչու է կապել նրան ու մոմեր դրել։ Ինչու միանգամից ճանկերը նրա մեջ չի խրում, ինչպես իր մյուս զոհերի հետ է անում։ Պատրաստվում էր այդպես անել, բայց հենց այդ վեին Աուրելիոն վրա հասավ։ Լավ, Մատեո, հանգստացիր, լավ։ Գոնե Լեոնին զանգիր ու իմացիր ինչ է պատահել Աուրելիոյի հետ։ Ալո։ Լեոն, ես եմ Մատեոն։ Զանգել եմ, որպես իմանամ ինչ-որ բան գիտես Աուրելիոյի մասին։ Բանականը Աուրելիոյի վրա է հարձակվել։ Ճանկը նրա ոտքի մեջ խրել։ Իրավիճակը շատ սուրճ է հիմա։ Աստված իմ, որտեղ է նա։ Ինչ է սա, Մատեո։ Մի լռիր։ Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ։ Դու պետք է շուտ ապաքինվես։ Պիտի ապաքինվես, որովհետև ես քեզանից ամենակիչը 18 երեխա եմ ուզում ունենալ։ Ուզում եմ նորից կտրել եղունգներդ։ Դրանք արդեն երկարել են։ Դե դա այդքան կարևոր չէ։ Ուշքի արի, եղբայր, դու պետք է լավանաս։ Դեռ շատ բաներ կան, որ պետք է միասին անենք։ Արթնացիր, Աուրելիո, մի լքիր մեզ։ Ես քեզ իմ ամբողջ կյանքն եմ տվել, ու եթե այժմ հեռանաս, դու ինձ մենակ թողնես, ես չեմ դիմանա։ Այդպես մի վարում ես այդ։ Պատկերացնում ես, թե որքան կարաջուր պիտի խմենք միասին, որպեսզի տոնենք քո 18 երեխաների ծնունդը։ Խնդրում եմ ապաքինվիր, վեր կաց։ Սա քո տեղը չէ, եղբայրս։ Գիտեմ, որ հիմա մտքումդ մի լավ ծիծաղում ես մեզ վրա։ Մենք այստեղ ենք, արտասվում ենք քեզ համար, որովհետև սիրում ենք քեզ։ Հիմա ինչ անենք, ասա։ Ինչ անենք։ Չգիտեմ, Էմիլիա, չգիտեմ, այո, ճշմարտությունն այն է, որ Աուրելիոյի վիճակը վատ է, թե կոնկրետ ինչ է, չգիտեմ։ Ես գիտեմ, թե ինչ է։ Սա վանականի ճանկն է, որ նա մարդկանց մարմնի մեջ է խրում ու սպանում նրանց։ Ես դա տեսաերեզի մեջ եմ տեսել, բայց ինչու է այն քեզ մոտ, Մատեո, ինչու։ Էմիլիա, խնդրում եմ հանգստացիր, աղաչում եմ, արի հանգիստ խոսենք։ Լավ, ես հանգիստ եմ, բայց դու ինձ պետք է բացատրես, թե ինչ է այս ամենը նշանակում։ Չգիտեմ, Էմիլիա, չգիտեմ, խնդրում եմ, հավատա ինձ։ Գիտեմ, որ սա շատ տարօրինակ է, բայց ես չգիտեմ, թե ինչպես ես այստեղ հայտնվել ու ինչու են ինձ այդ հաղորդագրությունն ուղարկել։ Սա ինչ-որ բան է նշանակում, մենք պետք է պարզենք, թե ինչ։ Ես ծնում գնում Լեոն, լավ, իհարկե։ Եթե Աուրելիոն հատուփոխություն լինի, խնդրում եմ ինձ տեղյակ տվեք։ Սպասիր, մի րոպե, Սանտիագո։ Գլուխս այնքան խառն էր, որ հնարավորություն չունեցի հարցնել։ Ինչպես է վանականը քեզ վրա հարձակվել։ Դե ես 8 ժամի աշխատում եմ գրասենյակում ու չգիտեմ, մի պահ քնով ընկա, երբ արթնացա,
Վանական Աթեն ինձ մոտ էր։ Ես շատ վախեցա։ Բայց միակ հնարավորությունը, որ ունեի նրա հետ խոսելն էր, ուստի ես նրան առաջարկեցի, որ զրուցենք։ Վանականը հանեց ճանկերը, ու սեղանի վրա դրեց դրանք։ Հետո ինձ առաջարկեց նստել, հետո ինքն էլ նստեց։ Երդվում եմ, ինձ մի պահ թվաց, որ մեզ կհաջողվի խոսել։ Տես Լազարո։ Վանականը եղբորս հնարավորություն է տալիս ու Սանտիագոին համարյա հաջողվում է խոսել նրա հետ։ Առաջին անգամ մարդը սպանին այսպես թույլ եմ տեսնում։ Սա նշանակում է, որ գոնե Սանտիագոին նա խղճացել է։ Ես ուզում եմ, որ Վանականը հավատա ինձ, որովհետև իրոք ոչ մի չար մտադրություն չունեի։ Ես ծնկի չաղոթեցի նրա համար, բայց հանկարծակի գլխիս վրա հարված զգացի ու դրանից հետո ոչինչ չեմ հիշում։ Շատ տարօրինակ պատմություն է, որովհետև նա այդքան երկար ժամանակ քեզ հետ է եղել ու հանգիստ կարող է սպանել քեզ։ Դու մի անգամայն նրա ձեռքում ես եղել։ Դուրս գալու կամ անգամ տեղից շարժելու հնարավորություն չես ունեցել, բայց նա քեզ չի սպանել։ Ես էլ եմ զարմանում։ Եվ նույն հարցը ինքս ինձ տալիս ինչու, բայց պատասխանը չգիտեմ թե ով է Վանականը։ Չլինի եղբայրս վերջապես զգացել է, որ չի կարող սպանել քեզ։ Ես պնդում եմ, որ նա ամեն ինչ արել է Սանտիագոին սպանելու համար։ Իսկ չես մտածել, որ միգուցե նա չի ցանկացել սպանել եղբորս, այլ ցանկացել է վախեցնել։ Հիշեցնեմ քեզ, որ Սանտիագոն ոսի չկան խանութի տնօրենն է, իսկ դա շատերին է բարկացնում։ Փողի համար մարդիկ ամեն ինչի պատրաստ են։ Իսկ չես մտածել, որ Վանականը փողի պատճառով չէ, որ սպանում է մարդկանց։ Այո, դա ակնհայտ է։ Միգուցե Վանականը սիրում է Սանտիագոին, ու դրա համար է տարեկուսել սպանի նրան թե ոչ։ Ումը, թե նա անգամ պատրաստվել է խոստոնել, թե ով է ինքը։ Բայց եղբորս սիրող մարդը այդպես չի վարվի նրա հետ։ Ճիշտ է, որովհետև նա շատ ուժեղ հարվածեց։ Բարի օր, հայրիկ։ Բարի օր, աղջիկս։ Տես այստեղ մենակ նախաճաշում ես ու դրա համար էլ որոշեցին կերակցել քեզ։ Շնորհակալ եմ, աղջիկս, շնորհակալ եմ։ Իսկ ինչու ես այդպիսի տխուր դեմք ընդունել։ Որովհետև շատ եմ կարոտում Յոլանդային։ Ուզում եմ տեսնել նրան, ձայնը լսել, խոսել նրա հետ։ Ուզում եմ, որ առաջվա նման հրամաներ տա ու ողջ օրը այս ու այն կողմ վազի։ Այո, բայց նա գնացել է սրբերին տուրք մատուցելու ու իմիջայլոց շատ է ուշանում, տարօրինակ է։ Ոչ, նա սրբերի տուրք մատուցելու չի գնացել։ Կամ գուցե, այո, բայց ամեն դեպքում նրա հանգործակի հեռանալը տարօրինակ է։ Հուսով եմ նա շատ շուտ կգա, որովհետև այս տունը տակնու վրա է եղել։ Բարի օր։ Ողջույն, աղջիկս։ Օրհնությունդ, հայրիկ։ Աստված օրհնի քեզ։ Հայրիկ, գիտես անցյալ գիշեր ինչ է տեղի ունեցել, ահա որ էր Վանականը Սանտիագոյի ու Աուրելիոյի վրա է հարձակվել։ Աուրելիոյի եւ Սանտիագոյի, բայց ինչ է ուզում այդ Վանական Աստված իմ։ Ահ, հայրիկ, Հանգստացիր։ ահ, Պիա։ Հանգստացիր, նրանք կապակինվեն հանգիստ, քեզ ուզվել չի կարելի, ինձ տուր դա, տուր։ Ինչպես թե նրանք կապակինվեն Պիա, եթե այդ հրեշը հարձակվել է նրանց վրա, ես ուզում եմ տեսնել նրանց որտեղ են։
Սանտիագոն ընդամենը գլխի վրա հարված է ստացել, բայց բախտներս բերել է Աուրելուն անմիջապես վրա է հասել ու փրկել է նրան։ Վանականը չի կարողացել վնասել նրան, անհոգ եղեր, նա կապաքինվի։ Աստված, իմ սա ինչ պատիժ է իսկ Օվիդիոն, որտեղ է Օվիդիոն։ Ուզում եմ, որ նա հենց հիմա այստեղ գա ու բացատրի, թե ինչու չի բռնել վանականին։ Հայրիկ, նա հիմա չի կարող գալ, այդ բոլոր գործերով նա է զբաղվում։ Ինչ գործով է զբաղվում, խնդրում եմ, դիա վանականն իր սև գործն արդեն արել է, ասա ինչ գործով է զբաղվում։ Ներիր ինձ հայրիկ, ես չգիտեի, իմ պատճառով մի մահացի։ Խնդրում եմ, աղջիկս այդպես մի ասա, հանգստացիր, Աստծո սիրուն։ Ինչու ես խենթուկն այստեղ հիվանդանոցում։ Եղեցկուհի։ Եղեցկուհի։ Վեր կաց։ Այստեղ ինչ գործում ես սերին։ Վեր կաց։ Աուրելիո, արդեն լավ ես սերին, միթե, արդեն լավ ես, ոչ մի պրոբլեմ չունես, քեզ լավ ես գում, իրոք, Այո, վստահ ես, ես երազ եմ տեսնում, այո, ես երազ եմ տեսնում, ուրեմն կմճտիր ինձ, որ համոզվեմ, որ սա երազ չէ, ոչ, սա երազ չէ, դու ողջ ես, սիրելիս, դու ողջ ես, ուրեմն, այո, մենք կկարողանանք ամուսնանալ ու մեծ տուն ունենալ, լվացքի մեքենայով, ամեն ինչով, շնիկով, շատ երեխաներ կունենանք, այո, այդպես է, չէ։ սպասիր մի րոպե։ Ես ինչ-որ բան բաց եմ թողել։ Ինչու զարմացար, որ ասացի, որ ողջ եմ։ Որովհետև դու քիչ էր մնում լքեիր մեզ, վանականը շատ կբարկանա, այդ սրիկան չի մեռնի, եթե մեռնի էլ, նորից հարություն կառնի, այնպես չէ, ինչ հրաշք է, փառք Աստծո Տեր իմ, շնորհակալ եմ, որ ետ վերադարձրեցիր ինձ իմ խենթուկին, ես մեծ ծառայություն կմատուցեմ քեզ, Աստված իմ, ես ոչ թե մի ամբողջ մանկապարտեզի, այլ մի ամբողջ դպրոցի երեխաների չափով երեխաներ կպարգևեմ այս մարդուն։ Շնորհակալ եմ, Տեր իմ, շնորհակալ եմ, ես կհատուցեմ քեզ սրա համար, փառք Աստծո Տեր իմ, փառք քեզ։ Ողջույն։ Իսկ այդ խոհարարուհին Յոլանդան չի եկել։ Որքան գիտեմ, ոչ։ Ոչ։ Ինչ է կատարվում երկուսիդ հետ։ Այնպիսի դեմք եք ընդունել, ասես հանցանք եք գործել։ Կլեմենտինա, ինչ է կատարվում ձեզ հետ։ Էմիլիա։ Ոչինչ մորաքույր, մենք խոսում էինք սիրո, այո, մենք սիրո մասին էինք խոսում։ Սիրո։ Սերն ամենագեղեցիկ բանն է կյանքում, հատկապես երբ ձեզ նման ծաղկուն տարիքում ես, երբ հայտնվում է այնպիսի տղամարդ, ինչպիսին Ռոդոլֆո Վալենտինոն է, նա այնքան վայելուչ ու խելացի մարդ է, նրա կողքին քեզ իսկական արքայադուստր ես զգում, իսկ երբ մեծանում ես, ամեն ինչ այնքան տխուր է, ինչ եղավ։ Այդիդ վրա ինչ-որ բան կա։ Այո, ճիշտ է, ես հիմարի մեկն եմ, չէ։ Անցյալ գիշեր Տեոբալդոն հարբածուն եկավ, ու հենց աստիճանների վրա վայր ընկավ։ Ես փորձեցի օգնել նրան, բայց ես էլ սայթաքեցի ու թեթևակի վնասվեցի։ Ուզում եմ ասել, ոչ ոք ոչինչ չի արել։ Ես ինքս ինձ վնասեցի, այդքան բան։ Մի անհանգստացիր, ոչ մի լուրջ բան չկա, ուղղակի ընկա ու վնասվեցի, այդքան բան։ Ռոմելիա։ Ագրիպինա, այստեղ եք։
Չլինի գնացել են լրտեսելու ու ինձ ոչինչ չեն ասել։ Վերջ, Ինչը վերջ։ ինչպես թե ինչը։ Ինչն է վերջացել։ Ինչ։ Կոնստանսա, այստեղ ինչ գործ ունես։ Լսիր, թեման մի փոխիր, Բրոմելիա, ինչու ես ինձ շփոթեցնում, ինչ պիտի հարցնեի, արդեն մոռացա, այո, հիշեցի, լսիր, դու կազմել ես այն զեկույցը, որ Սանտիագոն է քեզանից պահանջել։ Դու ոչինչ չգիտես, թե հիմար ես ձևանում։ Հիմար չեմ ձևանում, որովհետև այդ դեպքում կարող եմ ավելի շփոթվել, ես երբեք սուտ չեմ խոսում, ես ճշմարտախոս Կոնստանս։ Անկասկած, Կոնստանսա, անկասկած։ Երեք վանականը հարձակվել է Սանտիագոյի վրա։ Կարծեմ նա շշով տղայի գլխին է հարվածել, բայց Սանտիագոյի գլուխը պինդ է ու ոչինչ էլ չի եղել։ Դու պետք է հավատաս ինձ, որովհետև ես ապացույցներ ունեմ Սանտիագո։ Ես սպանել եմ մի վանականին, բայց մեկ ուրիշն էլ կա։ Հարցն այն չէ, որ չեմ ուզում հավատալ քեզ, բայց ինչպես կարող է երկու վանական գոյություն ունենալ։ Պնդում է, որ սպանել ես վանականին, որ այլևս մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Հիմա ինչպես եղավ, որ մի գիշերով մեջ փոխեցիր միտքդ ու այժմ ասում ես, որ երկու վանական գոյություն ունի։ Ողջույն։ Վերցրու Սանտիագո, անպայման ընդունիր եւ հետևիր գործողություններին։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչպես է ուրելում։ Արթնացել եմ։ Վտանգը անցել է Սանտիագո, մենք ժամանակին իմացանք, թե ինչու են ներկվել։ Ուստի այդտեղ գտանք հակաթույնը։ Ինչ է կատարվում քեզ հետ առավոտից անտրամադիր ես։ Ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ես հոգնել եմ այդ վանականից, որովհետև նա հարձակվում է ու չի սպանում իր զոհին։ Նա դրանով իմ գործն է բարդացնում։ Իսկ ես կուզեի, որ նա սպաներ բոլորին։ Ահա թե ինչ է ինձ հետ կատարվում։ Կարծում եմ, պիտի խոսեմ Սանտիագոյի հետ։ Այո, այդպես էլ կանեմ, որովհետև նա ինձ խոստացել է, որ նոր արտասովորը ես եմ լինելու։ Երևի նոր բառի փոխարեն հին է ասել, ու դու չես հասկացել։ Ոչ, նա նոր ոճը նկատի ուներ, ոչ, որն ավելի մեծ շքեղություն ու ավելի քիչ արհեստականություն կարտացոլի։ Հապա ինձ նայիր։ Իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում մեր նոր արտասովոր կերպարին։ Ահա եւ նա։ Քո հիմարությունը սահման չունի, Կոնստանսա։ Դու ուզում ես Ալեքսանդրայի նման լինել, բայց լավ մտածիր։ Նա շուտով կսկսի նմանակել քրոջը։ Դա այն արտասովորին, ու նրան կհաջողվի այդ ծիծաղելի ներկայացումը պատվով անել։ Ինչ կանես այդ դեպքում։ Ես, այո, իսկապես խնդիրները շատ են։ Հայրս հրաժարվել է ոսկերչական խանութից, այլևս չի ուզում ինչ-որ բանի խառնվել։ Վալենտինոն երեք հեռացավ առանց ինձ իր սերը խոստովանելու։ Այս կյանքում բոլոր միլիոնատերերը մոռանում են իմ մասին, իսկ իմ կնճիռներն օրեցօր ավելի են շատանում, Աստված իմ ահավոր է։ Դու չես կարող թույլ տալ, որ այդ Ալեքսանդրան հաղթի Կոնստանսա, առավել եւս եթե դու Տոնի եւ Հելենա Բորովսկիների ավագ դուստերն ես։ Այո, նրանք իմ ծնողներն են։ Ես նրանց ավագ դուստերն եմ։ Ի վերջո, եթե ես միլիոնատեր լինեի, չէի մտածի Սանտիագոյի հետ լեզու գտնելու մասին։ Բրոմելիա, խնդրում եմ, օգնիր ինձ ամուսնանալ Վալենտինոյի հետ։ Ես էլ քեզ Սանտիագոյի հետ կապված որևէ հարցում կօգնեմ։ Սուրբ թույլ տուր տեսնեմ վերքս։ Ախ, մայրիկ, Ինչպես է համարձակվել այդ խելագար վանականը որդուս հետ նման կերպ վարվել, այս սուրբ անձնավորության հետ տեսնեմ ինչ է, ինչ վերք է, ախ, ինչ էլ խորն է։ դե լավ, մայրիկ։ Մայրիկ մի չափազանցնում, նա ողջ է։ Այո, ողջ է, բայց ոչ քո շնորհիվ։ Չէիր ասում, որ Պադիլան է վանականը, եթե դու այդ Պադիլայի վերջը տվել ես, ուրեմն ով է այդ սրիկան, որ քիչ է մնացել սպանի Սանտիագոյին։ Մայրիկ տեսարաններ մի սարքիր ու հանիր ակնոցը դրանով դու արտասովորից ավելի ահավոր ես դառնում, դրսում չես։ Ոչ, Օվիդիո, ոչ։ Ես ինչ եղավ, մայրիկ։ Ինչու այդպես բարկացա։ Մայրիկ տուր ինձ դա։ Այս ինչ կապտուկ է, մայրիկ։ Աստված իմ։ Ինչ ես նշանակում, հայրիկ։ Այո, աղջիկներ, անցյալ գիշեր ես շատ վախեցա, պատկերացնում եք, եթե բանականը մատեոն լինի։ Գուցե ինչ-որ բան ճիշտ չես հասկացել։ Վերջ, տուր հաղորդագրություն ու ճանկը բավական չեն։ Մնում էր, որ նա ասեր, հաճելի է ծանոթանալ, ես վանականն եմ, ուրիշ էլ ինչ ես ուզում։ Ինչ է եղել, ընկերներ։ Ես կասեմ, երեք Էմիլիայի ախորժակը բացվել է ու Մատեոյի սենյակ է գնացել, բայց ընթացքում պարզել է, որ նա է վանականը, ինչ կասեք։ Քեզ ինչ եղավ, Յադիրա, ընկերուհի ես թե թշնամի գրողը տանի։
Դու իսկապես ոչ մի գաղտնիք պահել չգիտես։ Որ սպասեք մի րոպե, ես ոչինչ չեմ հասկանում, հանգիստ, ես էլ չեմ հասկանում։ Երեք Էմիլիան Մատեոյի սենյակ է գնացել։ Կեսգիշերին այդ տղան մի հաղորդագրություն է ստացել, որտեղ Աուրելիոյի մասին ինչ-որ բան է նշված եղել, իսկ հետո Էմիլիան ջանքն է գտել։ Ուրեմն այդ մարդն է վանականը։ Իհարկե։ Այո, Այդ դեպքում պետք է ստուգենք նրա սենյակը ու տեսնենք թե ինչ կա այնտեղ։ Ես կարող եմ բացատրել։ Վատ բան մի մտածեք տղաներ։ Իհարկե պատահական միջադեպ է տեղի ունեցել այդքան բան։ Այո, բայց ինչպես է եղել։ Բացատրիր։ Անցյալ օրը հայրդ հարբած տուն եկավ ու չկարողացավ հավասարակշռությունը պահել, վայր ընկավ աստիճաններից, դե ես էլ ցանկացա օգնել, բայց չկարողացա, ես էլ ընկա։ Վստահ ես, մայրիկ։ Մայրիկ, այդպես է եղել։ Սանտիագո, ես երբևէ խաբել եմ քեզ որդիս։ Մայրիկ, բանն այն է, որ երբ ամուսինը հարվածում է կնոջը, կինը չի ուզում ոչինչ ասել, որովհետև վախենում է նրանից։ Բայց ես հուսով եմ, որ նա քեզ վրա ձեռք չի բարձրացրել։ Եվ քեզ չի վնասել։ Իհարկե ձեռք չեմ բարձրացրել որդիս, որովհետև ես եւ մայրդ մեր հարաբերությունները շատ լավ են։ Այդպես չէ, սիրելիս, իսկ հիմա ներեցեք մեզ։ Մենք պետք է առանձին խոսենք։ Գնանք, սիրելիս։ Վերցրու սամ, դա լավ է, որ զբաղվում ես այդ բիզնեսով, բայց այն, որ դու տոնի բորոսկու տերն ես խաղում, ծիծաղելի է եղբայրս։ Աուրելիո, ողջույն, հայրիկը ուզում է խոսել քեզ հետ։ Նա չի հավատում, որ լավ ես։ Առայժմ Հալո, որդիս, ինչպես ես։ Ինչ է եղել հայրիկ անհանգստանում ես։ Աստված, իմ արդեն լավ ես։ Գիշերը վատ է, բայց հիմա լավ եմ։ Շտով ես դուրս կգրեն ու ես տուն կվերադառնամ։ Այնպես որ պատրաստվիր։ Արկասը, օգտար քո մասին, օգտար քո մասին, Աստված օրհնի քեզ, Աստված մեծ է։ Աստված։ Իմ ամենումը տեսնեմ Յոլանդային, որպեսի լիակատար երջանիկ լինեմ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում հեռու մնալ սիրելի անձնավորությունից, որովհետև ես էլ եմ սիրահարված ու զգում եմ այդ ամենը։ Ես խենթի պես սիրում եմ Մակոյին, հայրիկ։ Վերկաց։ Ինչ է կատարվում։ Ինչու այդպես իմ սենյակ մտակ։ Ձեներ կտրիր, այդ մենք ես պիտի հարցեր տանք։ Այս հագուստը ինչ գործ ունի այստեղ։ Այն նույն խանութից ես գնել, որտեղից որ վանականների գնումներ է անում։ Դա իմը չէ, ինչ որ մեկն է թողել այստեղ։ Մենք էլ հավատացինք քեզ, այո։ Ինչ ուզում եք մտածեք, բայց ինձ հանգիստ թողեք։ Գուցե հենց դուք եք այն իմ ննջասենյակում դրել, որպես հետո ինձ մեղադրեք։ Դուրս եկեք իմ սենյակից, դուրս եկեք իմ սենյակից, դուրս։ Կարևորն այն է, որ դու ապակինվում ես ու այն էլ արագ, սիրելիս կտեսնես, որ շատ շուտով տուն կվերադառնաս։ Con chinchurria sale de aquí. Բախտդ բերել եմ, որովհետև հակի տաբատը շատ հաստ է եղել, ու վանականը կարողացել է միայն մի ճանկով վնասել քեզ։ Նա ընդամենը մի անգամ է ծակել, այո, ընդամենը մի անգամ հավատամ, եթե ավելին ուներ, դու հիմա ողջ չէր լինի։ Գրողը տանի Լեոն, այնպես ես խոսում, ասես բարկացել ես, որ վանականն Աուրելիոին չի սպանել։ Ոչ մի նման բան, Ալեքսանդրա, քեզ մի բան ասեմ։ Գերեք այնպես մտածում, ինչպես մեր ընտանիքի համարաբբոլոր անդամները։ Ոչ, Դուք ամեն օր վանականն եք տեսնում, ու հերթով բոլորին կասկածում եք։ Առայժմ։ Ինչու ոչ, դու քույրն ես։ ախր դե ես չգիտեմ։ Ուշադիր ինձ լսեք երիտասարդներ, խնդրում եմ։ Եկել եմ որ ձեզ ասեմ, որ կարող եք ստուգել սենյակս, ինքներդ համոզվեք, որ ես ոչինչ չեմ թաքցնում։ Դե իհարկե։ Բոլոր ապացույցները թաքցնելուց հետո Եթե երիտասարդ ենք, ապա դա չի նշանակում, որ հիմար ենք, պարզ է։ Ամբողջ սենյակը կարող եք ստուգել, կարող եք տակնու վրա անել այն, եթե ուզում եք, անգամ տեսախցիկ կարող եք բերել ու ամեն ինչ տեսագրել։ Ես այնտեղ ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչինչ չեմ թաքցրել։ Վախենում եք, որ ճիշտ դուրս գամ, այո։
¿O es que tienen miedo ¿De de qué que nada? tenga la razón? ¿Ah? Ինչի եք սպասում։ Շատ լավ գնացինք։ Զարմիկ, ես կարծում եմ, որ խանութի համար սկսած այս նոր շրջանում ես կարող եմ լավ դիզայներ լինել։ Իրոք։ Շատ լավ առաջարկ է։ Ուրեմն կարող ես աշխատել քո այդ մասնագիտությամբ։ Իհարկե հրախպայր։ Այո, Սանտիագո, Փառք Աստծո, ուրեմն դու լավ ես։ Վիոլետա։ Դու ես սերեն։ Ես կարոտել եք քո ձայնը։ Անցյալ գիշեր ես աղոթում էի քեզ համար, որովհետև վատ կանխազգացում ունեի։ Ասա, որ ամեն ինչ կարգին է։ Ճիշտն ասած, երեք վանական ինձ վրա էր հարձակվել։ Ես հրաշքով փրկվեցի։ Ներս մտեք ու ամեն ինչ ստուգեք։ Յոլանդա, Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորին բաց կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծիք է